Վերջին 5 ամիսների ընթացքում համացանցում պարբերաբար հայտնվում են գաղտնալսված ձայնագրություններ և տեսանկարահանումներ, հիմնականում եկեղեցականների և ընդդիմադիր գործիչների մասնակցությամբ, որոնց հիման վրա իրավապահները քրեական վարույթներ են հարուցում։ Նմանատիպ գաղտնալսումների հետևանքով ձերբակալվել են Բագրատ arczepiskopos Գալստանյանը և Միքայել arczepiskopos Աջապահյանը։ Գաղտնալսվել են նաև Նաթան arczepiskopos Հովհաննիսյանն ու կաթողիկոսի նախկին գավազանագիր Աղան Աբեղա Երնջակյանը, ինչը ևս դարձել է քրեական վարույթի հիմք։ Գաղտնալսումների արդյունքում ձերբակալվել, ապա նաև կալանավորվել էր Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը։ Իրավապաշտպաններ Լուսինե Մարտիրոսյանը և Արմեն Ֆերոյանը «Խոսում ենք» գլխավորի մասին հաղորդման շրջանակներում գնահատել են Հայաստանի ապօրինի գաղտնալսումների վրա հիմնված գործերի քննության ընթացքը։ Նրանց խոսքով իրավապահ մարմինները մինչ օրս չեն պարզել, թե ով է կազմակերպել և իրականացրել հանրային մեծ հնչեղություն ստացած ապօրինի գաղտնալսումները։ Իրավապաշտպանները նշել են, որ նման գործերի չբացահայտված մնալը վտանգավոր նախադեպ է, որը վնասում է պետական համակարգի նկատմամբ քաղաքացիների վստահությունը։ Նրանց համոզմամբ անհրաժեշտ են հանրային վերահսկողություն և հստակ իրավական մեխանիզմներ, որպեսզի ապօրինի գաղտնալսումները չդառնան քաղաքական գործիք։ Armenia Today քաղաքացիներից հետաքրքրվել է, ինչպես են վերաբերվում գաղտնալսումներին և գաղտնի արված տեսանյութերի հրապարակմանը։ Вообще սիրուն չի։ Մեր հայ ազգին չի սազում։ Իսկ ինչու են անում։ Բնակ իշխանությունը ինչու է տարածում ընդդիմադիրների իշխանություններին հարցրեք աննորմալ։ Երկու ճամբարին էլ վատ են տրամադրված։ Ինովա դեպքեր, որ չես հավատում ոչինչ բանի ու ապացույց է պետք։ Հանրությանը եթե պետք է հանրությունը տեղյակ կլինի ինչ է կատարվել, ով ինչ է, ասենք հակապետական բաները, կարելի է իմանալ ով ինչ է շնչում։ Եթե գաղտնի է, ուրեմն գաղտնի է, հրապարակել չի կարելի։ Շատ սխալ են անում։ Եկեղեցին է դա մեր սրբությունը։ Իմ կարծիքով դրանք նորմալ բաներ չեն, բայց բան չեմ կարող ասել։ Եթե գաղտնալսումը բացահայտվում է, ուրեմն լավ նպատակով չի ամեն դեպքում։ Այնպես ճիշտ չեմ համարում։ Բոլորին ոչ են լսում, ումը որ պետք է նրան են լսում։ Բացասական։ Բնական է, մարդկանց վարքաբեկելու համար, ուրիշ ինչ համար պետք է բանան։ Ով որ պատժում են, նրանք էլ անում են, ումը պատժեն, իրանք իրանց։ Որ ասում եք գաղտնալսում գաղտնի է։ Ագեղբոմ է սկաց։ Մարդու ազնական կյանքը դա իր տիրույթն է, իր սահմաններն են։ Այդտեղ մխրճվել է, որ անհարիր է ու շատ կեղտոտ։ Եթե սկսել են այդպես բաներ անել, ուրեմն սպասենք, որ մեզ էլ կարող է դա։ Բացասական։ Ինչ նպատակով է այդ ամենը իրականացվում։ Մարդկանց վարկաբեկելու համար։ Ո՞տ։ Իհարկե չի կարելի մտնել ուրիշի անձնական կյանք։ Ես չեմ կարող այդ հարցով ձեզ որևէ բանով օգնեմ, որովհետև մճճված է, բոլոր ցանցերը մճճված է։ Ոչ մի նորմալ բան չեն խոսում, ոչ փողոցով, ոչ հեռախոսով, ոչ տելևիզորով։ Ամեն ինչ մուխտարվել է, չենք հավատում ոչ բանի, հավատը կորել է։ Շատ վատ։